Գյումրի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ ինֆեկցիոն հիվանդությունների նվիրված մասնագիտական սեմինար, որի նպատակն էր բարձրացնել ոլորտի մասնագետների և բուժաշխատողների իրազեկվածությունը, ներկայացնել հիվանդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման և վերահսկման ժամանակակից մոտեցումները։ Սեմինարի ընթացքում ոլորտի փորձառու մասնագետները ներկայացրին ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հիմնական ուղիները, դրանց առաջացման ռիսկային գործոնները, ինչպես նաև այն կարևոր քայլերը, որոնք կարող են կանխել հիվանդությունների տարածումը թե բուժհաստատություններում, թե համայնքներում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց անձնական և հանրային հիգիենայի կանոնների պահպանմանը, պատվաստումների կարևորությանը, վաղ ախտորոշման դերին և ճիշտ ժամանակին բժշկական օգնությանը դիմելու անհրաժեշտությանը։ Ամռան և աշնան ունենք վիրուսային ձիարանների ակտիվացում։ Բացի դրանից նաև ակտիվացել են ցանային հիվանդությունները, մասնավորապես այնպիսի հիվանդություն, օրինակ էնտերովիրուսը, որի ժամանակ եւ կլինիկական պատկերը կարող է լինել եւ ցանով ընթացող եւ օրինակ աղիքային համախտանիշով զուգակցված։ Մասնագետները մանրամասն ներկայացրին նաև բուժման ժամանակակից մեթոդները, խոսեցին դեղամիջոցների ճիշտ կիրառման մասին, հակաբիոտիկների ոչ նպատակային օգտագործման վտանգների, ինչպես նաև առողջապահական համակարգում վարակների վերահսկման արդյունավետ մեխանիզմների մասին։ Սեմինարը կրում էր ոչ միայն տեսական, այլև գործնական բնույթ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել իրական դեպքեր, կիսվել մասնագիտական փորձով, ներկայացնել իրենց աշխատանքային պրակտիկայում հանդիպող խնդիրները և ստանալ մասնագիտական խորհուրդներ ու լուծումներ ոլորտի առաջատար մասնագետներից։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն քայլերին, որոնք պետք է ձեռնարկվեն հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալու դեպքում, ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ բնակչության կողմից։ Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման գործում առանցքային նշանակություն ունի ոչ միայն բժշկական համակարգի պատրաստվածությունը, այլև հասարակության իրազեկվածության բարձրացումը։ Մասնագետները կոչ արեցին հետևել առողջ ապրելակերպի կանոններին, պահպանել հիգիենիկ նորմերը, չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրների դեպքում ժամանակին դիմել բժշկի։ Եթե 23 և 24 թվին դեպքերը գերակշռում էին կարմրուկով դեպքերը հիվանդության, այս վերջին 2 տարիներին առավել շատ գրանցվում են էնտերովիրուսով պայմանավորված, ջրծաղիկով պայմանավորված հիվանդացության աճ։ Ցանային էլեմենտներով, այսինքն ցանային հիվանդները ավելի շատ են, քան նախորդ տարիներին էին։ Դասընթացի ավարտին մասնակիցները կարևորեցին նման մասնագիտական հանդիպումների շարունակական անցկացումը, նշելով, որ փորձի փոխանակումը, նոր գիտելիքների ձեռքբերումն ու ոլորտի արտի մարտահրավերների քննարկումը նպաստում են բուժօգնության որակի բարձրացմանը և հանրային առողջության պահպանմանը։ Նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են մասնագետների համագործակցության ամրապնդման, գիտելիքների կատարելագործման և ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ միասնական ու արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։